Պարոն Ստեփանյան, իշխանության գալուց ի վեր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններն է վերականգնում, ավելին հայկական կողմը Մարգարեի կամուրջը ամբողջությամբ երրորդ երկրների համար վերանորոգել է, պատրաստել, այսինքն բացվելու համար ամբողջությամբ պատրաստ է, սակայն թուրքական կողմից որևէ արձագանք չկա, այսինքն առարկայական որևէ բան չենք տեսնում, հարաբերությունների կարգավորման համատեքստում, ինչն է խանգարում եւ արդյոք իրատեսական է, որ Թուրքիան սահմանը կբացի առանց նախապայմանների, ինչպես որ Հայաստանի իշխանություններն են հայտարարում։ Նախ սահմանը բացելու վերաբերյալ որևէ խելամիտ մարդ դեմ չի սահմանը բացելուն։ Ես կարծում եմ, որ այո, մի օր սահմանը պետք է բացվի, որովհետեւ փակ սահմանով երկար ապրել հնարավոր չի, բայց դա ունի գին։ Թուրքիան հստակ պահանջներ է դրել, որոնք որ չեն բխում մեր ժողովրդի, մեր պետության կենսական շահերից։ Նախապայմաններով է հանդիսացած, ընդ որում ժամանակի ընթացքում հատկապես վերջին իշխանությունների օրոք, հայաստանյան վերջին իշխանությունների օրոք նախապայմանները ավելի փոխվեցին եւ ավելի ծանր դարձան Հայաստանի համար։ Եթե սկզբնական շրջանում նախապայմաններ դրել ցեղասպանության ճանաչման գործընթացի պահանջատիրությունից հրաժարվել է, արդի սահմանների գոյություն ունեցող սահմանների ճանաչում եւ Արցախից հայկական զորքերի դուրս բերում, այսպես ասած։ Հիմա այդ սահմանին, այդ նախապայմաններն ուրիշ նախապայմաններ են ավելի Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Հավանաբար նաև այլ արտոնություններ են պահանջում թուրքերը եւ ըստ էության պարզ է, որ նախապայմանների ոգին, բնույթը ավելի է ծանրացել մեր համար։ Անշուշտ սահմանները բացել պետք են, բայց ոչ նման նախապայմաններով։ Թուրքիան սահմանը չի բացի այնքան ժամանակ, մինչև մենք իր առաջադրած բոլոր նախապայմանները ընդունենք։ Իսկ այդ նախապայմանների ընդունումը արդեն շատ ծանր հետևանքներ կունենա մեր պետության, պետականության համար, տարածքային կորուստ, ինքնության կորուստ, նայած թե մինչև ուր մենք կզիջենք։ Դատելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված բանակցությունների ընթացքից մենք փաստորեն ամեն ինչ զիջում ենք եւ չի բացառվում, որ նույն տրամաբանությունը աշխատի նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններին։ Պարոն Ստեփանյան, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջին անգամ երբ եկել էր ազգային ժողով եւ մասնակցում էր քննարկմանը, հիշեցնում էր Դաշնակցության պատգամավորներին, հիշեցնում էր 1920-ական թվականների հայտնի իրադարձությունները։ Ինչ զուգահեռներ կարելի է անցկացնել եւ ինչու է իշխանությունը հետ հայացք գցում եւ փորձում, այսպես ասած, հիշացնել ինչ մեղք է այս ճակերտավոր ասած գործել Դաշնակցությունը, որ իշխանությունը դրանից է կարճում։ Ես չգիտեմ Արարատ Միրզոյանը ինչ է նկատի ունեցել, ես գիտեմ, որ ցեղասպանությունից 4 տարի անց 1919 թվականի Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը որոշում է կայացրել պատժելու հայոց ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրականացնողներին, նախ նկատի ունելով Օսմանյան կայսրության կառավարությունը Թալյատի, Էնվերի եւ Ջեմալի գլխավորությամբ եւ 21 թվականից սկսած այդ որոշումը փորձել են կիրառել Սողոմոն Տելերյանի գործողության մասն է խոսքը եւ մյուս գլխավոր ջարդարարներին պատժելու եւ վերացնելու գործողությունների մասն է խոսքը։ Սա նույնիսկ ասված է, որ Դաշնակցությունը այդ ձևով վերաբերվել ցեղասպանության կազմակերպողների նկատմամբ։ Թուրքերի հետ լավ հարաբերություններ է հաստատել։ Դա փաստ է հրապարակել, մերկապանոց շատ բան են ասում։ Իշխանությունը մի օր ասում է Արցախ Հայաստանը եւ վերջ, հաջորդ օր ասում է Արցախ Ադրբեջանը եւ վերջ։ Պետք է լուրջ չընդունել այդ ամեն ինչը։ Ավելի նույնիսկ մեղադրում են Դաշնակցությանը փաստերով, նման փաստ ես չգիտեմ, եթե փաստեր հրապարակեն կխոսենք։ Ես այս փաստ հրապարակեցի 19 թվականի ընդհանուր ժողովի որոշում, 21 թվականին Թալյատի սատկացնել եւ շարունակություն։ Լավ, ենթադրենք 1920-ական թվականներին նախկինում ինչ-որ սխալներ են իրականացվել, սխալներ են գործել։ Արդյոք այդ սխալները հիմք են տալիս, որ այսօր իշխանությունները դրանք Իդեպս մանիպուլյացիոն հնարքը պարբերաբար օգտագործում է։ Եթե նախկինում սխալներ եղել են, դա չի նշանակում, որ սխալ նորից պիտի կրկնել։ Ընդհակառակը խելոք ուշիմ ղեկավարը դասեր է քաղում նախորդ սխալից եւ փորձում է չկրկնել այլ։ Եվ ոչ թե մի սխալ արել ենք 100 տարի առաջ, մի հատ էլ հիմա պիտի անենք։ Մինչեւ երբ Իվերջո ժամանակները փոխվել են, այսօրվա իրականության մեջ մենք կարող ենք այդպիսի սխալներ գործել, հաշվի առնելով, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, եւ ի վերջո Հայաստանի ղեկավարությունն էլ եվրոպական արժեքների կրող եւ գնում են դեպի Եվրոպա։
Հիմա իրականում գործում են այնպիսի սխալներ, որոնք որ վերջին 100 տարվա ընթացքում երբեք մեր ժողովուրդը, մեր պետությունը չի գործել։ Թեև սրանով ամեն ինչ հաստված է, իրանք անկրկնելի աննախադեպ սխալներ են գործում։ Թե Թուրքիայի հետ հարաբերություններում եւ թե Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Վերադառնալով Թուրքիայի պահանջներին, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այո, ճանապարհը տալիս է, սակայն միաժամանակ նաև նշում է, որ դա իր առաջարկած խաչմերուկն է, խաղաղության խաչմերուկն է, սակայն մենք գիտենք, որ Զանգեզուրի միջանցք ասելով Ադրբեջանը եւ Թուրքիան նկատի ունեն տարածք Հայաստանի տարածքի հանձնում Ադրբեջանին։ Արդյոք դա իրականացվելու է։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը Ես մի բան գիտեմ, որ այդ խաղաղության խաչմերուկ կոչվածին որևէ մեկը վստահ եմ նաև իշխանական շրջանակում լուրջ չեն վերաբերում։ Սա այլ մանիպուլյացիոն քարոզչական հնարք է, որը նպատակ ունի ճնշում գործադրելու մեր ժողովրդի հոգեբանական ճնշում գործադրելու մեր ժողովրդի վրա, որ պետք է խաղաղություն հաստատել ամեն գնով, որ հանգիստ ապրենք։ Իսկ այդ խաղաղությունը այս թույլ պայմաններում անհնար է, որ տեղի ունենա։ Ադրբեջանը պատրաստ է այդ փաստաթուղթը ստորագրելու։ Այդ հարցը պետք է Ադրբեջանին ներկայացնել։ Ձեր վերլուծությամբ, հա, հաշվի առնելով այն պահանջները, որ Ադրբեջանը այս պայն Ադրբեջանի շահերի չի բխում ստորագրել, որովհետև ինքը բարբերաբար նոր զիջումներ է կորզում եւ դատելով էլ այդ տրամաբանությունից ինքը դեռ երկար զիջումներ կորզի։ Պարոն Ստեփանյան, հանրաքվեով սահմանադրությունը փոխելու մասին է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, բայց նաև հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները դեմ են սահմանադրության փոփոխությանը։ Իսկ Ադրբեջանի համար Հայաստանի սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայմաններից մեկն է։ Եթե սահմանադրությունը հանրաքվեով այդպես էլ չստացվի իրագործել, հնարավոր կլինի խաղաղության պայմանագիրը կնքել։ Ինչ իրադարձություններ են տեղի ունենում ժողովրդի թիկունքում։ Ցավոք սրտի իսկապես ժողովրդի թիկունքում շատ գաղտնի գործարքներ են ծրագրավորում եւ իրականացնում, որը որ նույնպես խիստ վտանգավոր է մեր երկրի անվտանգության համար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախապայմանները ավելի են թեժանալու։ Սահմանադրությունը փոխելուց հետո այլ նախապայմաններ առաջ կգան, ես վստահ եմ, դի առաջ կա ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու ադրբեջանական ինքնավարության, մշակութային ինքնավարության խնդիրներ պետք է առաջ բերեն։ Կարող եմ նորել ասել Ադրբեջանը պետք է Հայաստանում պետական լեզու լինի եւ այլն եւ այլն։ Այնքան ժամանակ մինչեւ որ մենք ամեն ինչը զիջենք, կամ էլ մի օր ըմբոստանանք, ասենք վերջ ոչինչ չենք զիջում եւ գնացեք ձեր տեղը։ Իմ կարծիքով Ադրբեջանը գտել է մարտավարությունը, իսկ մեր իշխանությունները հանուն իշխանության պատրաստ են ցանկացած զիջումների։ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային հարցերից չէ, նաև թուրքական լրատվամիջոցներին այդ մասին ասաց։ Մենք գիտենք, որ Պատմության ինստիտուտը ունի ցեղասպանության բաժին, հայոց ցեղասպանության բաժին։ Այդ բաժինը ինչ աշխատանքներ է իրականացնում։ Արդյոք պետական մակարդակով կան ծրագրեր, հանրարարություններ, որ իրականացվեն, հա, ի վերջո մոտենում է նաև ապրիլի 24-ը։ Ուրեմն թե ցեղասպանության թանգարանիստի, թե պատմության ինստիտուտի, եթե գիտական հաստատություններ բարբերաբար զբաղվում են հայոց ցեղասպանության ուսումնասիրության եւ լուսաբանման հարցերով։ Եվ որևէ մեկը հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնել չի կարող։ Այդ թվում նաև թուրքերը։ Ինչ վերաբերում է բարբերաբար տեղի ունեցող միջոցառումներին, ես կարծում եմ, որ այս տարի էլ գոնե այդ գիտական շրջանակներում անկախ խոչընդոտներից ցեղասպանության վերաբերյալ միջոցառումները պատշաճ ձևով կանցկացվեն։ Պարոն Ստեփանյան, հաշվի առնելով իշխանության մոտեցումը հայոց ցեղասպանության հետ կապված, այդ բաժինները հնարավոր է, որ փակվեն։ Ես դա չեմ կարող ասել, որովհետև այդ բաժինների աշխատող չեմ կարող ասել, դարձին չեմ կարող պատասխանել։ Եվ Ադրբեջանից 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարցն է բարձրացնում։ Ես դրա մասին եմ խոսում, սահմանադրությունից հետո հավանաբար դա էլ կառաջադրել նախապայման։ Այս պայն գլխավոր նախապայմանը սահմանադրության փոփոխությունն է։ Ես վստահ եմ, որ դա էլ է լինելու։ Բայց մի հատ ուրիշ բան ասեմ, եթե այդ թեմայով, այդ բովանդակությամբ սահմանադրության փոփոխության հանրաքվե եղավ, դա արդեն ամոթ է։ Այդ սահմանադրության հանրաքվեի անցկացումը արդեն ամոթ է մեզ համար, որ ճշնամի երկրի պահանջով մենք սահմանադրություն ենք փոխում։ Հայտնի էլ չէ, խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրում կա այդ ադրբեջանցիների վերադարձի հարցը։
այդ տեքստին սանոց չեմ, գաղտնի է պահվում ըստ էության։ Փաշինյանը ասում է ամբողջությամբ քաղաքացիների համար պարզ է, հա, մենք հրապարակել ենք կետերը։ Այդ կետերը գաղտնի են պահվում։ Իսկ ի՞նչն է նպատակը գաղտնի պահելու։ Ասում են դեռևս քննարկման փուլում է։ Այդ հարցն է պետք է իրենց ուղղել, թե ինչի է գաղտնի պահում։ Գուցե հերթական շոկային իրադարձություններ լինելու քաղաքացիների։ Ենթադրում եմ։